Այսօր ձեզ կներկայացնեմ իսլամ կրոնի ծագումը, նպատակը եւ դրա կապը հուդայականության ու քրիստոնեության հետ։ Իսլամական հավատքի համաձայն Ալլահը պատմության ընթացքում բազմաթիվ մարգարեներ է ուղարկել մարդկանց ճշմարիտ ճանապարհին հրավիրելու համար։ Ադամ մարգարեն համարվում է առաջին մարգարեն։ Նրանից հետո եկել են Նոյ մարգարեն, Իբրահիմ մարգարեն, Մուսա մարգարեն, Դավութ մարգարեն, Սուլեյման մարգարեն եւ Իսա մարգարեն, ինչպես նաև բազմաթիվ այլ մարգարեներ։ Իսլամի համաձայն այս բոլոր մարգարեներն ունեցել են նույն հիմնական պատգամը՝ հավատալ միակ Ալլահին, երկրպագել նրան, լինել ազնիվ, արդար եւ բարություն անել մարդկանց։ Իսլամի համաձայն ժամանակի ընթացքում որոշ մարդիկ հեռացել են մարգարեների ուսմունքներից, փոխել են որոշ աստվածային պատվիրաններ կամ սխալ են հասկացել դրանք։ Դրա համար Ալլահը որպես վերջին մարգարե ուղարկել է Մուհամմադ մարգարեին եւ նրան հայտնել է Սուրբ Ֆուրանը։ Մուսուլմանները հավատում են, որ Մուհամմադ մարգարեն վերջին մարգարեն է, իսկ Քուրանը Ալլահի վերջին աստվածային գիրքը։ Իսլամի ամենակարևոր նպատակը մարդկանց կոչ անելն է հավատալ Ալլահի միասնությանը, տարածել բարձր բարոյականությունը, պահպանել արդարությունը եւ մարդկանց միջև մեծացնել սերը, ողորմածությունն ու փոխօգնությունը։ Սուրբ Ֆուրանում մեր մարգարեի մասին ասվում է. մենք քեզ ուղարկեցինք միայն որպես ողորմություն աշխարհների համար։ Իսլամը նաև ընդունում է, որ հուդայականությունն ու քրիստոնեությունը հիմնված են Ալլահի կողմից ուղարկված մարգարեների վրա։ Այդ պատճառով մուսուլմանները Մուսա մարգարեին եւ Իսա մարգարեին նույնպես ընդունում են որպես մարգարեներ։ Սակայն իսլամական հավատքի համաձայն ժամանակի ընթացքում որոշ հավատալիքներ փոխվել են եւ մարդիկ հեռացել են հայտնության սկզբնական ձևից։ Այդ պատճառով Ֆուրանը ուղարկվել է որպես վերջին եւ պահպանված աստվածային գիրք։ Սուրբ Ֆուրանում գրքի մարդկանց, հրեաներին եւ քրիստոնյաներին այսպես է դիմում. ասա, ով գրքի մարդիկ, եկեք մի խոսքի շուրջ, որը ընդհանուր է ձեր եւ մեր միջև, չեր կրպագենք ոչ ոքի, բացի Ալլահից։ Դյուրանը նաև հայտնում է, որ որոշ հրեաներ փոխել էին Ալլահի խոսքերը։ Նրանցից մի խումբ, լսելով Ալլահի խոսքը, գիտակցաբար փոխում էին այն։ Քրիստոնյայի վերաբերյալ նույնպես նշվում է, որ Իսա մարգարեի մասին չպետք է չափազանցության գնալ։ Ով գրքի մարդիկ, ձեր կրոնում չափազանցության մի գնացեք։ Մեսիա Իսան Ալլահի առաքյալն է եւ նրա խոսքը, որը հասցվեց Մարիամին։ Միևնույն ժամանակ Ղուրանը նաև ասում է, որ բոլոր հրեաներն ու քրիստոնյաները նույնը չեն։ Այն նշում է, որ նրանց մեջ կան անկեղծ, ազնիվ եւ Ալլահին հավատացող մարդիկ։ Գրքի մարդկանց մեջ կա մի ուղիղ համայնք։ Վերջում Ղուրանը հայտնում է, որ մուսուլմանները հավատում են բոլոր մարգարեներին։ Մենք Ալլահի մարգարեներից ոչ մեկի միջև տարբերություն չենք դնում։ Կարճ ասած, իսլամի համաձայն Մուհամմադ մարգարեն նոր հավատ չի բերել, այլ ավարտին է հասցրել նույն պատգամը, որը Ալլահը ուղարկել էր բոլոր մարգարեների միջոցով։ Այդ պատգամն է հավատալ միակ Ալլահին, ունենալ բարձր բարոյականություն, լինել արդար եւ բարություն անել մարդկանց։